Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, այս ժամի համար առանձնացրել եմ հետևյալ թեմաները։ Խաղաղության ֆոնին նոր ռիսկեր Բաքվից, էսկալացիա չկա, բայց վտանգավոր խոսույթ կա, արտաքին հետախուզության հակասական զեկույցը։ Որևէ արտաքին հետախուզական ծառայություն չի կարող միանշանակորեն պնդել, թե արդյոք կան ռազմական էսկալացիայի ռիսկեր, թե ոչ։ 5 կարևոր քայլ, ինչ է պատրաստվում անել Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը հաղթելու դեպքում։ Ինչ անելիք ունի ընդդիմությունը գալիք ընտրությանն ու ինչ է պետք անել իշխանափոխության համար։ Ընդդիմադիր պատգամավորն է դիտարկումներ արել։ G7 հանդիպում կամ ընթրիք Փարիզում, Թրամփը հրապարակել է Մակրոնի նամակը։ Խաղաղության ֆոնին նոր ռիսկեր Բաքվից։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցը եւ պարզվում է Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Միևնույն ժամանակ զեկույցում նշված է, որ 2026 թվականին ուշադրության կենտրոնում է պահելու ադրբեջանական խոսույթը, հասկանալու թե որևէ նոր ձևաչափով հակամարտությունը կարող է տեղափոխել Հայաստանի տարածք։ Բայց այդուամենայնիվ արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Այսինքն արտաքին հետախուզության ծառայությունը մեկ մտահոգվում է Հայաստանի տարածքում հնարավոր ռազմական էսկալացիայի համար, բայց եւ ինքն իրեն հակասում, ասելով բացառում է վտանգը։ Քաղաքագետն է մեկնաբանել հակասական ու վտանգավոր հայտարարությունը։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները ավելի շատ վերածվել են քաղաքական հայտարարություններ կատարող ծառայությունների։ Հենց ձեր նշած առաջին պարբերությունը արդեն քաղաքական հայտարարություն էր, որովհետև որևէ արտաքին հետախուզական ծառայություն չի կարող միանշանակորեն պնդել, թե արդյոք կան ռազմական էսկալացիայի ռիսկեր, թե ոչ։ Նմանատիպ ռիսկեր միշտ կան, որոնք կապված են բազմաթիվ գործոններից, եւ որևէ արտաքին հետախուզական ծառայություն, նույնիսկ լավագույն արտաքին հետախուզական ծառայությունները չեն կարող բացառել նման ռիսկերի եւ գործոնների առկայությունը կամ ընթացքում նման ռիսկերի ձևավորումը։ Ասել է, թե գոնե թե այս մասով մենք գործ ունենք քաղաքական հայտարարության մասին, որը նպատակ ունի սպասարկելու իշխանությունների այսպես կոչված խաղաղության օրակարգի, այսպես ամրապնդումը հասարակական գիտակցության մեջ։ Եվ անգամ խաղաղության մասին մշտապես խոսող գործող իշխանությունն է համոզված, որ արևմտյան Ադրբեջան արհեստածին տերմինն ամենևին չի բխում խաղաղության իրենց օրակարգի շահերից։ ԿՊ-ական պատգամավորի խոսքով թեման պետք չէ շատ քննարկել, որովհետև իրենք ունեն ավելի լայն օրակարգ։ Այս խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չի քննարկի, որովհետև դա ընդհանրապես, հատկապես այն շեշտադրումներով, որոնց այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու համար։ Առաջարկվող խաղաղության խորհուրդը նախատեսում է լայն լիազորություններ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ներդնել $1 միլիարդ։ Իսկ որտեղից է Փաշինյանը վճարելու այդ փողը, դեռ պարզ չէ։ Իսկ խորհրդարանում շարունակվում է քառօրյա նստաշրջանը։ Ազգային ժողովը հունվարի 27-ը պաշտոնապես սահմանել է հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Օրինագծի հեղինակներն են ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ նախկին ընդդիմադիր ու ներկա անկախ պատգամավոր Եղամ Նազարյանը։ Ընդունվել է քվեարկությանը դրվում ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն
Կողմ 69 դեմ 15 ձեռնպահ 0 որոշում ընդունվել։ Իսկ մինչ ազգային ժողովի դահլիճում քննարկում են օրակարգում տեղ գտած օրինագծերը, դրսում միջանցքում խոսում են հավանական իշխանափոխության համար անհրաժեշտ քայլերի մասին։ Պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով խորհրդարանի գալիք ընտրությունը պետք է վերածվի իշխանափոխության գործընթացի, այլ միջոցներն անիմաստ են։ Որևէ մեկը, այդ թվում է դաշնակցությունը, միայնակ չի կարող հաջողել իշխանափոխություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետք է վերածվի իշխանափոխության գործընթացի, այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարիչ է, որտեվ եթե չհաղթահարիչ եմ, այդ նշանակում է փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին մասնակցություն։ Կամ իշխանությունների պահպանման օգտին, վերարտադրման օգտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ պայմանը բավարարում է, անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Փետրվարի 12-ին ուժեղ Հայաստանը կասի, ով է լինելու վարչապետի իր թեկնածուն։ Անունը որոշված է, բայց դեռ գաղտնի է պահվում։ Գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Իդեպ Կարապետյանը նաև հայտարարել է այն 5 կարևոր քայլերի մասին, որոնք պատրաստվում է անել իրենց ուժը հաղթելու դեպքում։ Նոր աշխատատեղերի բացումը տնտեսական ծրագրի առաջին քայլն է։ Երկրորդ քայլով նախատեսվում է փոքր բիզնեսին ընդհանրապես ազատել հարկերից։ Երրորդ քայլով 20%-ով ավելի էժան դեղորայքի ապահովում բոլորի համար։ Չորրորդ քայլով բերքի երաշխավորված մթերում գյուղերում։ Հինգերորդ քայլով 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Սա քայլերի հաջորդականության քարտն է, խոստումների քարտ են կանոնադրել։ Խոստումը հայերը վախեցած են խոստում բառից, որտեղ խոստում ա տվել, ոնց որ վերջում լավ բան դուրս չի եկել։ Բայց սա քարտ է, որը հետագայում բերելու է մեզ ներկայացնել եւ ասել, այս 5 քայլերը ինչ եղավ եւ մենք ասելու ենք, սա եղավ, սա եղավ, սա եղավ։ Խոզարկել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարանները։ Իդեպ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում մեկ օր առաջ գրառում էր արել, նշելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան, Դեմոյանի դեմ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով։ Խոզարկության արդյունքում քննչական մարմինն այսօր առգրավել է լատունից հուշամեդալ, որը թողարկվել է 2021 թվականին Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի առիթով։ Այն ձեռք էր բերվել անցյալ տարի հոկտեմբերին վերնիսաժից 3000 դրամով։ Համակ ուշադրությամբ հետևելու է, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում խոզարկություններ իրականացվեն Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Հովանես Հովանիսյանի, Հարություն Մարությանի եւ Սուրեն Մանուկյանի բնակարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՊԵԿ-2 գլխավոր Օպել Լիազորի։ Նրանց մեղադրում են տնտեսվարողի համար ապօրինի գործ կատարելու դիմաց 9 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր էջում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը, որտեղ վերջինս անդրադարձել է միաժամանակ մի քանի զգայուն թեմայի։ Մակրոնը նշում է, որ կողմերը համակարծիք են Սիրիայի հարցում, հնարավորություններ է տեսնում Իրանի շուրջ գործակցության համար, սակայն չի հասկանում Միացյալ Նահանգների գործողությունները Գրենլանդիայի ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահը Թրամփին առաջարկել է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումից հետո կազմակերպել G7 հանդիպում կամ հունվարի 22-ին Փարիզում ընթրիք։ Մի քանի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միաժամանակ ըստ Պոլիտիկոյի եւ Բլումբերգի Մակրոնը պատրաստվում է հրաժարվել ԱՄՆ նախագահի առաջարկած խաղաղության խորհրդին միանալուց, մտահոգվելով, որ այն կարող է խաթարել ՄԱԿ-ի կառուցվածքը։ Դրանից հետո Թրամփը հրապարակային քննադատել է Մակրոնին եւ սպառնացել 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների եւ շամպայնի համար։
Չեղյալ է հայտարարվեր Զելենսկիի այսօրվա ելույթը Դավոսում, գիշերային ռմբակոծությունների պատճառով Ուկրաինայի նախագահը մնացել է Կիևում էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ հանդիպումների համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Եթե Իրանը սխալվի ու հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, որն այդ երկիրը երբեք չի տեսել, հայտարարել է Նեթանյահուն Քնեսեթում քննարկման ժամանակ։ Խափանվել է Իրանի պետական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումը, հաքերային հարձակման հետևանքով եթերում ցուցադրվել է Իրանի նախկին շահի որդի Ռեզա Փահլավիի ուղերձը իշխանափոխության կոչով։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական եւ քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների եւ անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը բացարձակապես սխալ է, Մեծ Բրիտանիայի վարչապետն է ասել Թրամփին։ Մենք վճռական ենք պահպանել ամուր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ասել է Քիր Սթարմենը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին եւ այդ հնարավորությունն ուսումնասիրվում է։ Հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է Գազայի հարցով խաղաղության խորհրդի ստեղծման մասին եւ խոստացել է շուտով հրապարակել դրա կազմը։ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահար Ստյորեին, նշելով, որ քանի որ իրեն չեն շնորհել խաղաղության Նոբելյան մրցանակ, նա այլևս պարտավորված չի զգում մտածել միայն խաղաղության մասին։ Հարգելի Յոնաս, հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշեց չտալ ինձ խաղաղության Նոբելյան մրցանակ 8 պատերազմ եւ ավելին կանխելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել միայն ու միայն խաղաղության մասին, չնայած այն միշտ առաջնային կլինի։ Այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգների դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում նվազել է հասնելով վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին եւ այժմ կազմում է մոտ 40%։ Վերջին 10 տարվա ընթացքում այս մասնաբաժինը նվազել է 18%-ային կետով։ Մինեսոտայում ակտիվիստները խափանել են եկեղեցում հոգևորականի գործունեությունը, որն ըստ լրատվամիջոցների Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայության պաշտոնյա է։ Եվ վերջում Մինեսոտայի մի բնակիչ երկուշաբթի Reuters-ին ասել է, որ վախ, ամոթ եւ հուսահատություն է զգացել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության զինված աշխատակիցները կոտրել են իր տան դուռը, ձեռնաշղթաներ հագցրել եւ անդրավարտիքով ու քրոքս կոշիկներով քարշ տվել ձյան մեջ։ 56-ամյա տղամարդուն, որը ծնունդով Լաոսից է, սակայն ունի ԱՄՆ քաղաքացիություն, ծառայության աշխատակիցները կիրակի ավելի ուշ վերադարձրել են տուն, առանց բացատրության կամ ներողության։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ սպաները հետաքննում են տվյալ հասցեում բնակվող երկու դատապարտված սեռական հանցագործների եւ որ այնտեղ բնակվող ԱՄՆ քաղաքացին հրաժարվել է մատնահետք տալուց կամ դեմքի նույնականությունից, ուստի նրան ձերբակալել են։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի լուրերի գլխավոր թողարկումը, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։